Բարև ձեզ, Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Ազգային ժողովի փոխնախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Նուրբինյանը։ Բարև ձեզ, պարոն Նուրբինյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Ամբողջ Հայաստանը եւ դուք բոլորը կարելի ասել ժամանակից մի փոքր էլ շուտ պատրաստվում եք ընտրություններին, այսինքն քարոզարշավ է սկսվել եւ ընդդիմադիր դաշտը նույնպես հստակեցնում եւ բյուրեղացնում է իր դիրքորոշումները եւ Ռոբերտ Քոչարյանը ձեր հիմնական մրցակիցներից մեկը ասում է Չարիքը ձեր իշխանությանը, ասում, որի մարմնավորում է այս իշխանությունը կպարտվի, ես չեմ հեռանա, մինչև դուք չպարտվեք։ Դուք դրան ի պատասխան ուրախ ավտոբուսներով շրջում եք Հայաստանով մեկ։ Չունեք այն ի պատասխան չենք ուրախ ավտոբուսներով շրջում, մենք ուղղակի մեր ցանկությամբ ենք շրջում։ Ամեն դեպքում նրանք սպառնում են ձեզ, դուք էլ ուրախ ավտոբուսներով շրջում եք Հայաստանի տարբեր մարզերով։ Այնուամենայնիվ չունեք մտահոգություն, որ նրանց ընդդիմության եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները իրականություն կդառնան։ Մենք ունենք մի մտահոգություն, ինչպես անել, որպեսզի խաղաղությունը, որը հաստատված է, դառնա անշրջելի, ինչպես անել, որպեսզի արդարությունը, որը հաստատված է, դառնա անշրջելի, ինչպես անել, որպեսզի տնտեսական զարգացման այս շրջանը, որը մենք ապրում ենք մի քանի տարի, դառնա անշրջելի։ Եթե իշխանության կան 3 օլիգարխները, այսինքն ռուսաստանցի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը եւ ձեր մատնանշած արյունարբու օլիգարխը, այդ ժամանակ ցավոք եւ խաղաղության գործընթացը կխաթարվի, եւ Հայաստանի ժողովրդի տնտեսական զարգացման գործընթացը կխաթարվի եւ փոխարենը կշարունակվի իրենց օլիգարխների հարստացման գործընթացը եւ արդարության հաստատման բոլոր հույսերը իջիկ կդառնան։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 2026 թվականի այս տարվա հունիսի 7-ին ընտրություններում ստանանք սահմանադրական մեծամասնություն։ Դա հասկանալի է, բոլոր ուժերն են փորձում դա անել, դա ստանալ, բայց այնուամենայնիվ օրինակ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ասածները ընդհանրապես հիմք ընդունել պետք չէ, որովհետև 21 թվականին էլ ինքը ինչ որ քոքեր էր մաշացնում, արդյունքում մինչև քոքը մաշեց։ Ձեր մոտ էլ որոշակի մաշվածություն կնա։ Դա ընտրություններում կտեսնենք ով է մաշվել, ով ոչ։ Ամեն դեպքում հարցումները ցույց են տալիս, որ որոշակի նվազում կան ձեր ռեյտինգի եւ ժողովրդի մեջ էլ կա որոշակի։ Ռեյտինգը չափում են ընտրություններով։ Հարցումներին թեկուզ եւ հարցումները տարբեր կետերում ցույց են տալիս այդ պահի տենդենսները, բայց արդյունքը չափում են ընտրություններով։ Եվ ասեմ ավելին, վերջին հրապարակված հարցումները շատ չեն տարբերվում 21 թվականի նույն շրջանի հրապարակված հարցումներից։ 1-2%-ով։ Դե տեսնում եք։ Լավ, պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանը նաև ասում է, որ մենք կողմ ենք։ Դուք ասացիք մենք խաղաղություն անշրջելի կդարձնենք, իսկ նրանք կգան եւ հակառակ process-ը կարող է գնալ, բայց Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե հորս արև մոդելի, հորս արևը նա համարում է ձեր մոդելը, հորս արևի մոդելի վրա, այլ իրական երաշխիքների վրա։ Ինչ երաշխիքների վրա է հիմնված ձեր ներկայացրած խաղաղությունը։ Իրականում Քոչարյանի իշխանության տարիներին էր ամեն ինչ հիմնված հորս արև մոդելի վրա, երբ որ ամեն ինչ տրվում էր հայրիկին, երբ որ բոլոր ռազմավարական, ես կհասկանաք, երբ որ բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները տրվում էին Պապային, երբ որ հույսը դրվում էր, դուք վերջում կդատեք ու մասնախոսքը, երբ որ անվտանգության բոլոր երաշխիքները տրվում էին Պապային, բայց երբ որ ժամանակը եկավ, այդ Պապան չկար։ Այնպես որ խաղաղությունը պետք է հիմնված լինի այո, ոչ թե հորս արևի վրա, այլ փոխադարձ պայմանավորվածությունների, շահերի եւ տնտեսական համագործակցության վրա, ինչն էլ արվում է։ Հաջորդը, երբ որ Քոչարյանը ասում է մենք դեմք չենք խաղաղությանը, պետք է հասկանալ լավ, բացի դրանից իրենք ինչ են ասում, օրինակ իրենք ինչ են ասում են մենք կողմ ենք խաղաղությանը, բայց մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն։ Հիմա պետք է բացենք, ինչ է դա նշանակում։ Իհարկե, երբ որ ուղիղ իրենց հարցնում ես ինչ է նշանակում, դա կարկամում են, ասելիք չունեն, բայց եկեք հիշենք իրենք ինչ են ընդհանրապես ասում։ Իրենք ասում են, որ պետք է երաշխավոր։ Խաղաղության պայմանագրում չկա նշված երաշխավոր եւ ասել դա նշանակում է ասել, որ մենք ուզում ենք վերաբանակցել արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Դա ուղիղ ճանապարհը դեպի լավագույն դեպքում խաղաղության բացակայություն, վատագույն դեպքում պատերազմ։ Թրիփի վերաբերյալ իրենք ասում են
Մենք դեմ չենք թրիփին, բայց թրիփում պետք է ներգրավել նաև այլ կողմերի։ Դա նույնն է, ինչ ասել, որ պետք է վերաբանակցել թրիփի շուրջ պայմանավորվածությունը։ Դա նշանակում է ընդհանրապես փչացնել, չեղարկել թրիփի իրագործումը եւ նշանակում է նաև չեղարկել ապաշրջափակման գործընթացը։ Հաջորդը, նրանք ասում են մենք դեմ չենք դելիմիտացիային, բայց մենք կարծում ենք, որ դելիմիտացիան պետք է կատարվի ինչ որ 7 սկզբունքներով, այդ թվում դեմոգրաֆիական առանձնահատկություններ հաշվի առնելով։ Սա նշանակում է հրաժարվել Ալմատայի հռչակագրից կամ նույնինքը խորհրդային միության ժամանակվա սահմաններից որպես դելիմիտացիայի հիմք։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հնարավոր է ասել մենք ուզում ենք խաղաղություն, բայց այս ամեն ինչ վերաբանակցելու ենք, ամեն ինչից հրաժարվելու ենք։ Չէ, հնարավոր չի, որտեղ դա խաղաղություն չի։ Որտեղ դա նշանակում է քանդել ներկայիս հաստատված խաղաղության ճարտարապետությունը։ Դա նշանակում է քանդել ներողություն։ Դա նշանակում է քանդել այն ճարտարապետությունը, որի շնորհիվ այս պահի դրությամբ արդեն 2 տարուց ավել մեր սահմաններին հակառակորդի կրակոցից ոչ մի զինծառայող չի վիրավորվել, չի սպանվել։ Դա նշանակում է քանդել այն ճարտարապետությունը, որը ենթադրում է, որ մենք հիմա Ադրբեջանի տարածքով երկաթ գծով կարողանում ենք բաներ ներմուծել։ Սա ենթադրում է քանդել այն ճարտարապետությունը, ըստ որի արդեն 8 ամիս մեր սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում կրակոց չի լսվում։ Հետևաբար իրանց այդ ասածը ուղիղ հակառակն է խաղաղություն ուզելուն։ Շատ բարձ։ Շատ լավ։ Նրանք այդ արժանապատիվ խաղաղություն կամ թրիփի վերաբանակցելու մասին հայտարարությունը որ անում են, մեջբերում են կամ ասում են, որ մենք կվերաբանակցենք եւ միգուցե այդ 74-26 թե 76-24 այդ տոկոսները մի փոքր հոգուտ Հայաստանի կբերեն։ Բայց ինչ ժամանակ չէին վերաբանակցում, որ այն ռազմավարական օբյեկտները, որ տրվում էին այլ երկրի, 100%-ով էին տրվում։ Թողնենք այնպես վերաբանակցեին, որ 100%-ով չտային։ Ինչի բանը Հայրուս գազարտը արդյունքում դարավ 100%-անոց ոչ հայկական կապիտալով ընկերություն։ Դա այդպես հեշտ է ասելը։ Նկատի ունեմ բանա մարդ ինչն է լավ այդ ուժերի դեպքում, որ մենք իրենց իշխանությունը տարիները տեսել ենք, չէ՞։ Եվ արյունարբու օլիգարխը, եւ բելարուսամետ օլիգարխը, եւ ռուսաստանցի օլիգարխը երեքն էլ Հայաստանում եղել են իշխանություն։ Իրար հետ իրար հետ մեծ են արել իշխանությունը Հայաստանում տասնամյակներ շարունակ։ Իրանց օրոք մենք տեսել ենք ինչ ա եղել։ Իրանց օրոք ռազմավարական օբյեկտները տրվել են այլ երկրի, ինչը կարող էր նորմալ լինել, եթե զարգացվեին այդ օբյեկտները, որտեղ օբյեկտի ինքնիշխանությունը չի տրվել, հա, բիզնես իմաստով են տրվել այդ օբյեկտները, բայց դրա արդյունքում մենք առանձնապես բան չենք ստացել։ Իսկ ինչ այլոց ինչ Չէ, ներողություն, շարունակեմ էլի։ Իրանք ասում են մենք բան տնտեսական զարգացում ենք ապահովելու, եկեք նայենք իրանց իշխանության օրոք տնտեսական զարգացման տեմպերը, մեր օրոք։ Եկեք համեմատենք, չէ, եկեք համեմատենք բյուջեի չափսը հիմա իրանց օրոք, եկեք համեմատենք թոշակների բարձրացման տեմպերը իրանց օրոք եւ մեր օրոք։ Եկեք համեմատենք քանի հոգի է, քանի դաշնակցական է սպանվել Արագած սրճարանի զուգահանում իրանց օրոք եւ մեր օրոք։ Իրանց օրոք 1, մեր օրոք 0։ Ու այսպես եկեք համեմատենք Երևանի կենտրոնում քանի հոգի է սպանվել իրանց օրոք, մեր օրոք, իրանց օրոք 10, մեր օրոք 0։ Երևանի կենտրոնում Եկեք համեմատենք քանի բայց տարբեր եկեք համեմատենք քանի A1+ է փակվել իրանց իշխանությունը եւ իրանց օրոք։ Իրանց օրոք 1, մեր օրոք 0։ Շողակաթը կարող ենք հիշեցնել։ Շողակաթը նաեւ որ A1+ այդպես էլ չվերաբացվեց նաեւ ձեր իշխանության ժամանակ։ Դե կներեք դա արդեն A1+-ի խնդիրն ա, ու մենք չենք հերոստանգերություն բացել։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում A1+-ի խնդիրն է, չէ, բայց այդտեղ կա մրցույթ A1+-ի ոտնահարված իրավունքների վերականգնում։ Դուք վերականգնում։ հիմքեր ունեք պնդելու, որ մեր օրոք ինչ որ մրցույթ ա եղել, որտեղ անարդարացիորեն A1+-ը ինչ որ բան չի ստացել։ Ոտնահարված դատական process է գնում, ոտնահարված իրավունքների վերականգնում եւ եվրոպական դատարանի։ Դա այլ հարց է, դա այլ հարց է, մենք հիմա սա չենք քննարկում։ Դուք արդեն 8-ին տարեք, տարբեր ատյաններ, տարբեր։ Չէ, բայց դուք հիմա քննարկում եք իրանց օրոք արված անարդարության կամ արդարության, բացակայության վերականգնման կամ չվերականգնման հարցը, բայց փաստ է որ մեր օրոք ոչ մի հերոստանգերություն իր ընդդիմադիր Հայաստանի համար չի փակվել։ Շողակաթը Ուզում եք ասեք շողակաթը ընդդիմադիր հերոստալիք էր։ Ընդդիմադիր չէր, եկեղեցուներ, որին դուք ըստ էության այդպես եք համարում։ Չէ, ամենը մուլտիպլեքսի, եթե չեմ սխալվում, 3 ինչ որ ալիք պետք է լիներ, մեկը կրճատվեց եւ այն
հանրային մուլտիպլեքսում չկա։ Լավ, պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանից եւս մի մեջբերում եւ նա ասում էր Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից բոլոր սպառնալիքները չեզոքացնելու համար։ Ունեք Ինչ է ուզում ասի, որ օրինակ մեր դաշնակիցները 20 թվականին բավարար հզոր չէին։ Հա? Հզոր դաշնակից կար 20 թվին։ Մենք հապ անդամ էինք 20 թվին, Ռուսաստանի հետ ունեինք եւ ունենք երկկողմ պայմանագիր։ Ռուսաստանին չհզոր դժվար է անվանել, բայց ինչի մեր սպառնալիքները չեզոքացվեցին։ Այն դաշնակիցը, որ ինքը ենթադրաբար նկատի ունի, որ գիտեք ինչ կա, իրանց վրա պետք է հույսը ամբողջությամբ դնենք, այդ հույսը չի արդարացել, ինքը ասելիք ունի այդ առումով, թե չունի։ Իհարկե չունի։ Իսկ բանակը Բանակը եկեք համեմատենք։ Առաջնորդը։ Եկեք համեմատենք։ Հզոր առաջնորդը։ Եկեք դե լավ Քոչարյանին հզոր առաջնորդ անվանելը ես կարծում եմ մի քիչ սրբապղծության է նմանվում, բայց եկեք նայենք բանակի զարգացումը էլի։ Հիմա հրապարակեց պաշտպանության նախարարը այն պաշտպանական շրջանները, որոնք ըստ երևույթին մինի ամրոցներ են մեր սահմաններին։ Ինձ թվում է մարդ չկա, որ դա կտեսնի ու կասի սա լավ բան չի։ Լավ է հնարավոր չէ՞ այդ լավ բանը 30 տարվա մեջ սարքել է զարմանում եմ։ Հնարավոր չէ։ Իսկ հնարավոր չէ այդքան։ Այսինքն եթե մենք հիմա կարող ենք դա անել ու անում ենք, ինչի իրենք չէին կարող կամ չէին ուզում դա անել։ Տարբերակ մեկ չէին կարող։ Ինչի չէին կարող։ Փող չկար։ Դե ուրեմն նշանակում է մենք ինչ-որ բան ճիշտ ենք անում, որ փող կա։ Հաջորդը փող կար իրենք չէին ուզում անեն, բայց ինչի չէին ուզում անեն։ Միգուցե որովհետև դրա փոխարեն իրանք իրանց տներն էին սարքում։ Կարող է պարզվի, որ օրինակ 98 թվականին դուք գիտեք, որ 98 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների, պաշտպանական բյուջեների հարաբերակցությունը եղել է 1-1-ի։ 1-1-ի 98 թիվ, երբ որ Քոչարյանը եկավ իշխանության։ 2008-ին, երբ որ ինքը դադարեց լինել նախագահ, այդ վերջին օրերին էլ 10 հոգի սպանվեց Երևանի կենտրոնում։ Գիտեք ինչքան էր հարաբերակցությունը։ 1-4-ի։ Այսինքն 4 անգամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն 4 անգամ մեծացել է Հայաստանի բյուջեից։ Իվարկյան, ես ավարտեմ միտքս։ Բայց մյուս կողմից, գիտեք ինչքան է պահանջում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից եւ ընտանիքից հիմա, որպես ապօրինի ծագման գույք։ Մոտ 200 միլիոն դոլարին համարժեք գույք եւ գումար։ Այսինքն 98-ից 2008 թվականներին Ադրբեջանի եւ ռազմական բյուջեն շեշտակի աճել է Հայաստանի ռազմական բյուջեի նկատմամբ եւ նաեւ Քոչարյանի ընտանեկան բյուջեն շեշտակի աճել է միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացու ընտանեկան բյուջեի համեմատ։ Այդ դրա համար էլ մենք չենք ունեցել նորմալ զարգացած պաշտպանական համակարգ, բանակ եւ այսպես շարունակ։ Մյուս կողմից էլ ձեզ հակադարձում են, ասում են, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր էր կամ ընդդիմադիր այն ուժի հետ միասին էր, այնտեղ այն ժամանակ հայտարարություններ էին հնչում, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը ոչ թե 200 ապօրինի ունեցվածքը ոչ թե 200 միլիոն դոլար էր, այլ 3-4 միլիարդ դոլար։ Բայց հայտարարությունները Ընդդիմադիր դաշտում ժամանակին շատ ընդդիմադիր դաշտում 200 միլիոնը մեզ Իվարկյան, այսինքն ես ճիշտ եմ, նախ 200 միլիոնը Քոչարյանի ամբողջ ունեցվածքը չի, դա միայն այն ունեցվածքն է, որի վերաբերյալ դատախազությունը ձեռք է բերել բավարար հիմքեր, որպեսզի այդ ունեցվածքը պահանջի բռնագանձել որպես ապօրինի գույք։ Քոչարյանի ունեցվածքը շատ ավելի մեծ է, բայց հաջորդը մնացած օրինական է։ Չգիտեմ, վստահ չեմ։ Հավանաբար ոչ, բայց դա պետքա դատախազությունը դրա վերաբերյալ բավարար հիմքեր հավաքի, որպեսզի դիմի։ Հիմա նկատի ունեմ, ասենք օրինակ Ալ Կապոնեն ոնց դատվեց, ոչ ամենևին ոչ իր բոլոր հանցագործությունների համար, այլ միայն այն հանցագործությունների, որոնց համար դատախազությունը կարողացավ ապացույցներ ձեռք բերել եւ տանել դատարան, բայց ինքը մեկա դատվեց։ Քոչարյանը դատվելու է։ Չգիտեմ, դա արդեն պետքա այդ հարցը տակ, եթե դատախազությունը բավարար ապացույցներ, չնայած դատախազություն դիմել է արդեն, դատական գործ կա Քոչարյանի վերաբերյալ եւ ես հույս ունեմ, որ արդար որոշում կկայացվի եւ մենք կտեսնենք այն վճիռը, որ կուզենք տեսնել։ Գագիկ Ծառուկյանի օրերս արդարացվել է, երբ որ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը նրա մեղադրանքը կամ այն գործ ընտրակեղծքների վերաբերյալ որ քննվում էր, ասում էր, որ սա դարի գործ է։ Ես էլ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2018 թվականն է ընտրությունները կեղծվել են եւ դուք դա գիտեք, ես դա գիտեմ, բոլորը դա գիտեն։ Չկա Հայաստանում մարդ,
Եվ միայն այն մարդիկ, ովքեր ծնվել են, ասենք 2018 թվականին, ուղղակի ովքեր իրենց աչքերով չեն տեսել այդ բոլոր ընտրակեղծիքները, Ես տեսել եմ, ուղղակի պատասխան տվողներ չեմ տեսնում։ Դե պատասխան տվողներ իրականում տեսնում եք, արդեն մի քանի դատապարտված, օրինակ կան նույնիսկ 2021 թվականի ընտրությունների վերաբերյալ կան օրինակ պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչներ, որոնք դատվել են, մեղքն էլ ընդունել են իդեպ ընտրակաշարք մուծելու համար։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչպիսի քրոնիկ բնույթ է կրում իրենց մոտ ընտրակեղծարարությունը, որ նույնիսկ իշխանությունը կորցնելուց հետո 2021 թվականին էլի բան են արել, էլի ընտրակաշարք են բաժանել։ Ընդհանրապես իրենց համար պետքա բացել երևի բան քրոնիկ ընտրակեղծարարների խմբակ, որ իրար հետ նստեն, ասեն բարև ձեզ, ես ընտրակեղծարար եմ։ Բայց միևնույն ժամանակ, եթե դուք ինձ հարցնեք, արդյոք ես բավարարված եմ այն տեմպերով, որով եւ կոռուպցիոներները նախկին եւ ընտրակեղծարարները պատժվում են, ոչ, բայց միևնույն ժամանակ մենք հո բոլշևիկ չենք, որ գանք եւ ասենք դու գնացիք Բերդ, դու փողերը տվեցիք։ Դե տես չի լինի, տես մենք էլ կվերածվենք հրեշի, որովհետեւ ով է չափելու մենք իրոք էս մարդը անմեղ էր, թե անմեղ չէ։ Դա համար պետքա դատական համակարգը հասցնենք այն իրավիճակի, որ ինքը ավտոմատ գործի։ Բայց ես վստահ եմ, որ մեղավորները ի վերջո պատժվելու են, իսկ ապօրինի գույքը արդեն հետ է գալիս։ 2018 թվականից մինչև հիմա $700 միլիոն տարբեր գործերով, տարբեր եւ ապօրինի գույքով եւ այլ գործերով վերադարձվել է մեր բյուջե $700 միլիոն։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով նորից ընդդիմությանը, այնուամենայնիվ թե Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքով, թե Գագիկ Ծառուկյանը, որը կուսակցությամբ է գնում, բայց գրեթե դաշինքային տրամաբանությամբ, եւ թե Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը միգուցե նույնպես դաշինքի տրամաբանությամբ կլինի, այլ ուժեր կներգրավեն, բայց կուսակցական ցուցակով, բոլորն էլ ինչպես դիտարկում ենք, որոշակի ուժեր ունեն, եւ դուք չեք դիտարկում արդյոք այն հեռանկարը, որ նրանք իսկապես ինչպես հայտարարել են Գյումրի երկուս կարող են անել, դժգոհությունը որոշ շրջանակների առիշխանություն այնքան նրանք կարողանան գեներացնել եւ իրենց ունեցած ռեսուրսներով, որ բոլորը միասին կմտնեն որոշակի քվեներով ազգային ժողով եւ կմիավորվեն այն իրենց այն ծրագիրն է, որը մենք պիտի կանխենք։ Ինչպես Որովհետեւ մարդկանց քվեով ինչ է նշանակում ինչպես Հայաստանում ամեն ինչ ցանկացած ընտրական ելք Հայաստանում կախված է ժողովրդի քվեից։ Եթե ժողովուրդը որոշի ձայն տալ 3 օլիգարխներին, իրենք կդառնան իշխանություն։ Ես ուզում եմ բաց դա ասել։ Նկատի ունեմ մենք չենք պատրաստվում ոչ ընտրություն կեղծել, ոչ բռնությունների դիմել։ Եթե ժողովուրդը ընտրեց նրանք լինելու են իշխանություն, շատ բարձ։ Բայց միևնույն ժամանակ մենք ինչպես պիտի անենք, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, պետք է մարդկանց բացատրել։ Հիմա օրինակ ասում եք Գյումրի 2 սցենար, չէ՞։ Այո։ Հայտարարել։ Բայց եկեք հասկանանք, էլի ինչ էր Գյումրի 2։ Գյումրի 1-ը ինչ էր։ Ինչ էր։ Մի քանի ուժ Քոչյանի, Սերժ Սարգսյանի հետ աֆիլիացված, այդ թվում ռուսաստանցի օլիգարխի թիմը ինչ արեցին։ Իրանք ընտրություններին մասնակցեցին մի քանի թվացial իրար հետ կապ չունեցող ուժերով, մեկը Քոչյանի ազդեցության, մի քանիսը Քոչյանի ազդեցության տակ ուժեր էին, մի քանիսը Սերժ Սարգսյանի ու այսպես շարունակ։ Մի հատ էլ կոմունիստ գողական։ Ինչ արեցին։ Իրանք ասեցին մենք իրար հետ կապ չունենք, արդյունքում ստացան այնքան մանդատ, որը բավարար էր միանալու համար, եւ երեկվա հորս արև ասողները, որ չենք միանա նրան, միացան եւ իրանց մեջի ամենավատ կերպարին ընտրեցին քաղաքապետ։ Չանցավ 6 ամիս կամ ուղիղ 6 ամիս անց իրենց ընտրած քաղաքապետը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Այսինքն, երբ որ ընդդիմությունը ասում է, հա բայց ինչ վատ բան կա Գյումրիի սցենարի մեջ, ասեմ, երկու վատ բան կա։ Վատ բան համար 1, դուք խաբել եք մարդկանց, դուք ասել եք ես ուզում եմ ընտրվեմ, բայց իրան երբեք վե չեմ տալու, խոսքը Մարտուն Գրիգորյանի մասին է, որը հիմա Բելարուսամետ օլիգարխի ուժի մեջ է, մի 6 ուժ փոխեց այսքան ժամանակ։ Բայց արդյունքում ընտրել են այդ մարդուն։ Եվ վատ բան համար 2, իրանց ծնունդը, իրանց քաղաքական ինցեստի ծնունդը 6 ամիս հետո կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է։ Հիմա եթե Հայաստանում նման սցենար լինի, ոչ ոք կաշառակերության մեղադրանքով չի ձերբակալվելու։ Ինչպես մինչև 2018 թվականը ոչ ոք կաշառակերության մեղադրանքով չէր ձերբակալվելու, չէր ձերբակալվում, որովհետև իրանց ընտանեկան բյուջեները այսինքն մեծանում էին, իրանք հարստանում էին, բան էին անում։ Հաջորդը այդ նույն քաղաքապետը
որը հետո ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, բաց ասում էր, որ ես կողմ եմ միութենական պետությանը։ Հայաստանում ով կողմ չի, ով որ ինձ բան կասի նրա համար, որ ես, չգիտեմ, կողմ եմ միութենական պետությանը, թրքահպատակ շան տղա է։ Սա է, ու նույն փիլիսոփայությունը իհարկե ինքը շատ գրահիկ ձևով էր դա ասում, բայց նույն փիլիսոփայությունը դավանում են այս 3 օլիգարխները։ Եվ իրանց իշխանության, ու եկեք նայենք էլի իրանք ինչ են խոստանում։ Քոչարյանն էլ է ասել, որ Հայաստանը պետք է քննարկի միութենական պետության միանալը, ասել է, որ գուցե Հայաստանը ավելի մեծ միության մեջ լինելու կարիք ունի։ Իրանց ռուսաստանցի օլիգարխը ասել է, որ ինքը կուզեր, որ Հայաստանում ռուսերենն ու անգլերենը հռչակվեն պետական լեզու։ Նրան աջակցող Վիտալի Բալասանյանը, Ղարաբաղի նախկին անվտանգության խորհրդի քարտուղար, բացեիբաց հայտարարել է, որ Հայաստանը պիտի դառնա նոր խորհրդային միության մաս, ինչպես եղել է 100 տարի առաջ։ Ծառուկյանի որդին, որը կազինոյում կրակելու մեղադրանքով հիմա միջազգային հետախուզության մեջ է, հիմա Բելարուսում թաքնված է։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, այս մարդիկ եթե կան իշխանության ինչա լինելու։ Լինելու այն, ինչ որ գրած է Դաշնակցության 004 շրջաբերականում։ Այն է միշտ սիրում եք մեջ բերել։ Այո, որովհետև եթե բա լրագրողները անդադ չեն մեջ բերում, բա ես ինչ անեմ, ասենք, պատկերացնում եք մի հատ երկիր, որտեղ պարզվի կուսակցություններից մեկը իր ներքին շրջաբերականում գրել է, որ մենք մեր երկրի անկախությունը պետքա մատաղ անենք, բայց ոչ մեկի սա չի հետաքրքրում, սա սկանդալ չի, բան չի։ Հա, նորմալ է, էլի։ Ռուբինյան, վերադառնալով Գյումրի եւ ներողություն, եւ հետեւաբար Գյումրիի սցենարը, վատ սցենարը այսին նկարագրած հանգամանքների բերումով։ Եվ հետեւաբար պետք է հասկանալ, որ այս 3 օլիգարխներից, նայեք, մեկը չունի վարչապետի տեխնացու լինելու իրավունք։ Ռուսաստանցի օլիգարխը, քանի որ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է, ինքը չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Հաջորդը Սահմանադրական փոփոխությունները չեն կարող, որովհետև մինչև սահմանադրական փոփոխությունները պետք է ընտրվի վարչապետ, ըստ մեր Դե ինչ որ մեկը դե չեղավ լինել վարչապետ։ Այսինքն ինքը չի իրական վարչապետ տեխնացու, որովհետև կրկնում եմ, ըստ մեր սահմանադրության ընտրությունների արդյունքում հենց ձևավորվում է մեծամասնություն, անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության առաջադրած տեխնացուին որպես վարչապետ։ Անհապաղ կհամբերեն։ Դե ինչ կարող մի քանի տարի համբերեն կամ ընդհանրապես չհամբերեն։ Հաջորդը։ Հետևաբար ինքը չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Բելարուսամետ օլիգարխը չի, ոնց որ չի էլ ուզում լինել վարչապետի տեխնացու, ամենայն դեպս չունեն իրանք հայտարարած վարչապետի տեխնացու։ Եվ կա Արյունարբու օլիգարխը, որը բնականաբար ուզում է լինել այս աշխարհում ամեն ինչ, որովհետև նրա, չգիտեմ, աչքերը մթագնում են, երբ որ նա տեսնում է իշխանություն։ Եվ հետևաբար ով է իրանց վարդանիկը։ Եթե իրանք ասում են ուզում են կրկնել Գյումրի 2, ով է իրանց վարդանիկը, ով է իրանց այն մարդը, որը 6 ամիս հետո չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև եթե իրանք իշխանություն լինեն, իրավապահ համակարգին չեն թողելու իր իշխանություն, իր գործունեությունը իրագործի։ Հետևաբար մարդիկ պետք է հասկանան, որ ընտրելով ռուսաստանցի օլիգարխին նրանք ընտրում են Արյունարբու օլիգարխին, ընտրելով բելարուսամետ օլիգարխին նրանք ընտրում են Արյունարբու օլիգարխին։ Լավ, պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում դուք հաղթեք, լինելու է Գյումրի 1։ Այսինքն ակնարկելով, որ Գյումրիում կլինեն նոր քաղաքապետի ընտրություններ։ Բա իհարկե, մենք պետք է հաղթենք ընտրություններում եւ գնանք այդ ավականին քաղաքական իհարկե գործիքակազմով ցրելու, այդ խայտարակությունը ցրելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու սցենարով։ 2018 թվականից հետո այդպես էլ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չի եղել, հեղափոխությունը այդպես էլ չի հաղթել։ Եվ մեծագույն ցավ է ինձ համար, որ Վարդանիկի պես մեկը կարող էր այնտեղ ընտրվել ավականի։ Ավականի եւ քաղաքապետ։ Ընտրությունն է տեղի ունեցել, ընտրությունը չեղյալ չի համարվել, այդ դեպքում ինչպես եք դուք չեղյալ համարելու, ինչպես եք դա անելու։ Մենք գտնենք քաղաքական ճանապարհներ նոր ընտրությունների գնալու եւ գյումրեցիները, այն գյումրեցիները, որոնք իրենք էլ համարում են, որ Վարդանիկի քաղաքապետ լինելը խայտարակություն է, իրենք պետք է իմանան, որ ձևը մի վարքյան, իրենք պետք է իմանան, որ ձևը սա ուղղելու 2026 թվականի հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագրի շատ համոզիչ հաղթանակն է, այդ թվում Գյումրիում։ Իսկ ինչու եք համոզված, որ նորից Վարդան Ղուկասյանին կամ մեկ ուրիշի ընդդիմադիր տեխնացուի չեն ընտրի եւ Բայց ով ասեց, որ ես համոզված եմ, ես ասում եմ այդպես է պետք անել, եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ երկիր։ Եթե չենք ուզում ունենալ նորմալ երկիր, կարելի է Վարդան Ղուկասյանին ընտրել, Արյունարբու օլիգարխին ընտրել, կարելի է ռուսաստանցի օլիգարխին ընտրել, կարելի է բելարուսամետ օլիգարխին ընտրել։
Ես ասեմ, եթե մենք օրինակ որոշել ենք, որ այս խաղաղությունը մեզ ձեռք չի տալիս, հանգիստ կարելի է ընտրել այս մարդկանց։ Պարոն Ռուբինյան, իսկ դիտարկում եք այն տարբերակը, որ ընտրությունների արդյունքում կանցնեք, միգուցե եւ ամենաշատ ձայները դուք տանեք, բայց իշխանություն չկարողանա կազմել։ Այդ դեպքում ինչ եք անելու, ինչ պլաններ եք, ինչ պլան B, պլան C, Ախր ես այս հարցերը մի քիչ տարօրինակ եմ համարում։ Մենք ընտրություն չենք կեղծելու։ Ես ուզում եմ կրկին մարդիկ իմանան։ Պետք է մտածեք հեռանկարների, հնարավոր հեռանկարների կամ տարբերակների մասին։ Նախ մենք այդ նկարների մասին չենք մտածում, որովհետև մենք նպատակաուղղված ենք ընտրությունում ոչ միայն հաղթել, այլ նաև ստանալ համադրական մեծամասնություն։ Բայց կրկնում եմ, եթե մարդիկ ընտրեն իմ նշած անձանց, ուրեմն կլինեն իրանք իշխանություն, ինչ խնդիր կա։ Իսկ եթե ամեն դեպքում ոչ թե մեծամասնություն, այլ ամենաշատ ձայները դուք տանեք եւ որևէ դեպքում մյուսները կմիավորվեն, ակնհայտ չի, որ մենք չենք միավորվելու ոչ բելարուսամետ օլիգարխի հետ, ոչ ռուսաստանցի օլիգարխի հետ, ոչ արյունարբու օլիգարխի հետ։ Իսկ ում հետ կարող եք միավորվել։ Բայց ես անիմաստ եմ համարում այդ։ Բացի այդ երեք ուժերից բազմաթիվ այլ ուժեր համարում այդ քննարկումը, որովհետև մեր նպատակադրումն է ստանալ ոչ միայն մեծամասնություն, այլ նաև սահմանադրական մեծամասնություն։ Պարոն Ռուբինյան, հիմա հետահայաց, որ նայում եք անցած 7 տարիներին կամ վերջին 5 տարիներին ընտրություններից հետո 21 թվականներին, ինչու՞ չէ նաև անմիջապես հեղափոխությունից հետո ինչ կոնկրետ սխալներ կարող եք նշել, որ պետք չէր անել, ձեր իշխանությունը արեց, ըստ ձեզ ինչ հետևություն եք արել։ Մի 3 կոնկրետ սխալներ ասեք։ Եթե արտաքին քաղաքականությունից ենք խոսում, բազմիցս ենք խոսել Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ քաղաքականությունը, որը ես կասեի ավելի շատ ոչ միայն մեր սխալն է, այլ ընդհանրապես հավաքական բոլոր քաղաքական ուժերի սխալն է մինչև 20 թիվ։ Դրա մասին շատ է խոսվել, այդ թվում վարչապետն է շատ խոսել։ Այսինքն ինչ պետք է անեիք, որ չարեցիք, ինչ չպետք է անեիք, որ արեցիք։ Իրականում մենք, երբ որ եկանք իշխանության, արդեն բանը բանից անցել էր եւ առանձնապես բան չէինք կարող անել, բայց ես սա չեմ ասում, որպեսզի մեզ արդարացնեմ, մեկը ասում եմ, մենք մեղավոր ենք։ Բայց իրականում ինչ որ պետք էր անել, պետք էր դեռ 90-ականներից անել։ Մենք հայտնվել ենք մի հակամարտության մեջ, որը պարզապես չուներ լուծում։ Ինչ չուներ ինքը լուծում։ Եվ եթե լուծում լիներ, այդ լուծումը կլիներ։ Մենք հետո կամ նույնիսկ եթե 90-ականներին դեռ ուներ լուծում, դրանից հետո այնքան ամեն ինչ կարծրացել եւ քարացել էր, որ անհնար էր գնալ այդ լուծման։ Տեսեք, օրինակ հիմա շատերը այս ընդդիմադիրները ասում են մեղադրում էին Փաշինյանին, ասում են ինչի Փաշինյանը 18 կամ 19 թվին չհելավ, չասեց ժողովուրդ, էսա ռազմական բալանսը, էսա իրավիճակը, պետք է 7 շրջանները տանք։ Բայց այդ նույն մարդիկ, ովքեր դա ասում են, հիմա երբ որ Փաշինյանը ասում է ժողովուրդ ջան, ոչ մի բան տալու կարիք չկա, ընդհանրապես ոչ մի բան տալու կարիք չկա, խաղաղություն ենք հաստատել, պետքա այդ ուղով շարունակենք։ Ոչ մի նոր զիջման կարիք չկա։ Այդ նույն մարդիկ, ովքեր Փաշինյանին ասում են Դավաճան, ինչի են ժամանակ չասեցի ինչա վիճակը, հիմա ասում են, չէ, սա խաղաղություն չի, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, մենք պետք է վերաբանակցենք։ Լսեցի այն մեկը նոր ասում է, Արարատը, Դադիվանքը, չգիտեմ, այն մյուսը մերն են։ Շատ լավ, դե թող մի հատ բացատրեն, ցույց տան ճանապարհային քարտեզը, ինչպես ենք իրենց նշած այդ մեր բաները բերելու հետ։ Ասում են բանակցելով։ Դե լավ, էլի բանակցելով 30 տարի այդ ինչ ոնց չստացվեց ոչ մի բան։ Ինչ աշխարհ բանակցելով Արարատն են հետ բերելու։ Թուրքիայի հետ բանակցելու են, որ Թուրքիան մի վարքան Թուրքիայի հետ բանակցելու են, որ Արարատ Սարը տան մեզ։ Հա, Ադրբեջանի հետ բանակցելու են, որ Դադիվանքը եւ Քելբաջարի շրջանը տան մեզ։ Հա։ Բայց ինչի, երբ որ Քելբաջարի շրջանը մեր վերահսկողության ներքո էր, ինչի են իրանք բանակցում Քելբաջարի շրջանը Ադրբեջանին տալու վերաբերյալ։ Որտեւ այս ամեն ինչը ֆարս է, մի հատ մեծ ֆարս է այս ամեն ինչը, բայց վերադառնալով մեզ ամեն դեպքում այո, մեր սխալն է եղել, որ մենք ավելի շուտ չենք հասկացել, որ սա ուղղակի փակուղային իրավիճակ է, եւ որ չեն կարողացել գտնել ձևը պատերազմից խուսափելու։ Եթե ներքաղաքական սխալների մասին ենք խոսում։ Հիմա որ հետահայաց նայում եք, ասում եք ձեր սխալն է, որ չեն կարողացնել։ Հիմա կարող եք մտածում եք դուք ինքներդ ձեր մեջ, որ եթե սա անենք, միգուցե այսքան ցավոտ չլիներ։ Չէ, իրականում ոչ, որովհետև եթե գնանք միանգամից ասենք պատրաստ ենք վերադարձնել, պատրաստ ենք որովհետև դա տեղի չէր ունենալ։ Դուք հասկանում եք, դուք տեսնում եք հիմա նույնիսկ այն բոլոր լրագրողները, ովքեր
ժամանակին կամ քաղաքական ուժերը, ովքեր հանդես են եկել թվացial խաղաղության օգտին, չէ։ Հիմա այդ մարդիկ, եթե հիմա մեր արածը համարում են դավաճանություն, դուք պատկերացնում եք այն ոնց էինք անել։ Եթե նույնիսկ համարեինք, որ դա պետք է անել, դա անհնար էր լինելու, չէ՞։ Դա անհնար էր լինելու։ Հիշեք դելիմիտացիան տարուշի հիշեք, չենք կարողանալու դա ուղղակի անել, ասում եմ, եթե ուզեինք նույնիսկ, բայց մենք չէինք ուզում։ Բայց նույնիսկ եթե ուզեինք, օրինակ ես եղել եմ, ասեք ես գնում եմ այս քայլին։ Դե չէ, դա չի։ Ես օրինակ հիշում եմ, ես հրաժարական չէիք, դա ասեք մենք այսպես ենք, մեր ժողովուրդը ընտրել է, այսպես ենք ասում։ Չէ, իվարկյան, էլի հարցը դա չի։ Ասում եմ, նախ որպեսզի մենք ուզենայինք դա անենք, մենք պետք է ինքներս համոզված լինեինք դրա մեջ։ Համոզված չենք, այո։ Դա է մեր սխալը, բայց նույնիսկ եթե համոզված լինեինք, դա հնարավոր չէր լինելու անել։ Հնարավոր չէր լինելու անել։ Գտեք get 1 մարդ, որը 2018 կամ 19 թվականներին կասեր հա մենք համաձայն ենք դրա հետ։ Եվ հիշեք հետո ինչ ա եղել, այսինքն մի հատ տավուշում դելիմիտացիան հիշում եք ինչ այդքան ամեն ինչից հետո ինչ կատաղի դիմադրության արժանացավ։ Ասում եմ լրագրողներ, հիմա ասենք նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ տարիներ շարունակ, չգիտեմ, խաղաղության ռահվիրա էր, չէ՞։ Հիմա վերջին դաշնակի է վերածվել։ Լավ, պարոն Վերջացած դաշնակի է ինքը վերածվել։ Բայց վերադառնալով բանին, ներքաղաքական սխալներ, այո, կան մի քանի հատ ներքաղաքական։ Մենք պետքա միանգամից գնանք Կրտիչ Ներսյանին ասենք ստեսություն, պետքա միանգամից ավելի շուտ պիտի բանին, Սահմանադրական դատարանի ինքնակոչ նախագահային ասենք ստեսություն ու բոլորին ընդհանրապես պետքա ասենք ստեսություն։ Այն ժամանակ երևի մենք սխալվել ենք, որ բոլորին ասել ենք բոլորը ունեն ուղղվելու հնարավորություն եւ այլն, որովհետեւ ակնհայտորեն որոշ մարդիկ ռեցեդիվիստներ են եւ իրանք ուղղման ենթակա չեն։ Բայց ոչինչ, ում այն ժամանակ ստեսություն չենք ասել, հիմա ստեսություն վերջնականապես կասենք։ Այդ նույն հարցումներով վերջին Հանրապետական միջազգային ինստիտուտի բավականին բարձր է եկեղեցու վարկանիշը։ Իսկ Կրտիչ Ներսյանը եկեղեցի է։ Ինչ։ Կրտիչ Ներսյանը որ օրվանից է եկեղեցին։ Կրտիչ Ներսյանը եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ եթե Կրտիչ Ներսյանը եկեղեցին է, ուրեմն Փաշինյանը պետությունն է, հա։ Ինքը ասել է, որ ես կառավարություն։ Ինքը չի ասել։ Գրեթե նույն ասնելով պետության։ Ինքը այդպես բան չի ասել։ Հայտարարելով Չի ասել։ Դրմեյանն երբ որ Հա, այդ Դրբեյանը, որ հիմա գնացել է սերժական ուժի միացել, հա։ Հա, իսկ գիտեք ոնց է եղել դա։ Այնտեղ լրագրողը վարչապետին հարցնում է, ինչպիսին է ձեր դիրքորոշումը այս ինչի մասին, չէ՞։ Հա, ինչպիսին է կառավարության դիրքորոշումը այս ինչի մասին, չեմ հիշում թեման ճիշտն ասած։ Ասում չէ, կամ ասում կառավարությունից այսպիսի բան են ասում, ով է ասել։ Ասում են, այս ինչ է, որը կառավարության անդամ չի։ Ասում եմ, ես եմ կառավարությունը, sense բան եմ ասում։ Ի գիտություն ձեզ կառավարությունը կազմված է սահմանափակ թվող մարդկանցից, վարչապետ, նախարարներ, վերջ։ Վարչապետ փոխվարչապետ էր եւ նախարարներ։ Ինքը չի ասել, որ միայն ես եմ կառավարությունը։ Բայց վերադառնալով բանին, Կրտիչ Ներսյանը եկեղեցին չէ, որտեվ կրկնում եմ, եթե Կրտիչ Ներսյանին կոչ անելը հրաժարական տալ, նշանակում է եկեղեցու դեմ պայքարել, ուրեմն ինչ, փաստորեն երբ որ Կրտիչ Ներսյանը վարչապետ Փաշինյանին էր կոչ անում հրաժարական տալ, ինքը պետության դեմ էր պայքարում, հա։ Իհարկե ոչ։ Եվ իհարկե հակառակն էր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ եկեղեցու, չէ, վարկանիշը բարձր է, այդպես միշտ է եղել եւ միշտ կլինի։ Բայց Կրտիչ Ներսյանը այդ վարկանիշի հետ ընդհանրապես կապ չունի, այդ վարկանիշը բարձր է ի հեճուկս Կրտիչ Ներսյանի, ոչ թե իր շնորհիվ։ Դուք ոնց որ թե հանգիստ եք դադարեք վերցրել նրանց դեմ պայքարում, հա, ձեր մինչև ընտրությունները ինչի համար։ Չէ, ինչ խնդիր է։ Ինչ կար, շարունակվում է։ Նախքին կոչերը, նախքին քննադատությունները։ Հիմա կոչ եմ ես անում։ Ինչ կոչ։ Կրտիչ Ներսյանին հեռանալու։ Լավ, ներքաղաքական խնդիրների մասին եք ասում եւ արտաքին քաղաքական երրորդ սխալած ձեզ Ղարաբաղից բացի։ Այ խնդիր է։ Չեմ մեկը մյուսի հետ փոխկապակցված է իհարկե, նկատի ունեմ մենք ինչ ենք արել։ Պայմանավորված է մեր սխալները հիմնականում Արցախյան։ Այսպես ասենք, ինքը իրան այս խնդիրները կարող ենք խմբավորել որպես անվտանգային ճարտարապետություն։ Մենք եկել ենք իշխանության, մենք ֆունդամենտալ փոփոխություններ չենք արել այս առումով, հա, ավանդական դաշնակիցներին այն Քոչյանի սիրած բան ճարտարապետությանն ենք ապավինել, բայց երբ որ պահը եկել է մենք հասկացել ենք որ չի աշխատում, այդ համակարգերը չեն աշխատում, դա փուչիկ ա եղել։ Հիմա իրանք ուզում են մենք հետ գնանք այդ հին փուչիկին։ Իրանք ուզում են մենք գնանք հին փուչիկին, որ չի աշխատում։
Պարոն Ռուբինյան, իսկ կադրային հարցում կհիշեք ձեր ամենացավոտ նշանակումները ձեզ համար, որ հետո օրինակ, որ հետո շատ լուրջ անդրադարձել են ձեր քաղաքականության վրա։ Քաղաքականության վրա ի վերջո չեն անդրադարձել մեծ մասը, որովհետև բավականին արագ այդ նշանակումները հետևորմյա են եղել։ Դե լիքն է, չեք տեսնում քաղաքական դաշտում։ Չէ, դե հիմա դուք ասեք, թե ես շատ են հիմա ինչ, ասենք ընդդիմության կեսը մեր նշանակումները չեն։ Ինչ նշանակեցիք այդ դեպքում։ Մենք ասենք Մարտկա Քոչարյանի ցուցակում մեր 69-րդ համարից գնաց իրանց 3-րդ համար, մյուս ուժի ներկայացուցիչը մեր նշանակած, չգիտեմ, ես ինչ պաշտոնյաներ են, մյուս պաշտոնյաներ են, մյուս պաշտոնյաներ, ու այսպես շարունակ։ Իսկ ցուցակում, տեսեք, դուք հիմա ձեր պրայմերիզներն եք անցկացնում առաջին փուլ, երկրորդ փուլ եւ այլն, եւ այնտեղից դուրս թողեցիք մարդկանց, Հայկ Սարգսյան կար, Դանիել Դանիելյան, հա, եթե չեմ սխալ, Դավիթ Դանիելյան, այո, եւ նման այլ մարդիկ, իսկ ամեն դեպքում ձեր այդ պրայմերիզները չեք կարծում, որ այդքան էլ միգուցե օրինական, բայց ոչ արդար են անցկացվում, որովհետև կարող է լինի նույն կերպ մարդիկ գան եւ առաջին պլանում լինեն, որոնց ձեր կուսակիցները ձայն են տվել եւ որոնց հետո պարզվում որ ճիշտ կադրեր չեն։ Տարբեր ոլորտների համար։ Կներեք, բայց անդրադառնական եմ համարում ձեր հարցը։ Իսկ ինչի այդքան կոպիտ վարվեցիք ձեր նվիրյալների նկատմամբ։ Որոնք կոպիտ, իսկ ինչու՞մ է այդ կոպիտությունը։ Հակոբ Արշակյանը։ Ինչ Հակոբ Արշակյանը ինքը չի ցանկացել լինել ցուցակում։ Ըստ երևույթին խնդիր ուներ, որոշակի նեղվածություն։ Որ բացարձակ զրո։ Հակոբ Արշակյանը ինքն է կազմակերպել մեր պրայմերիզի ընտրությունները։ Բարձր։ Նույն հիշեցնեմ էլ նույն հանրապետական ինստիտուտի միջազգային ինստիտուտի հարցումները, որի համաձայն Փաշինյանն ունի 20% ձայն եւ որքան էլ հետաքրքիր է նրան ավելի շատ ձայն են տալիս 50 անց ընտրողները, երիտասարդները ձայն չեն տալիս։ Լավ ասած ձայն չեն տալիս։ Երիտասարդները ավելի քիչ են երիտասարդները ընդհանրապես բոլոր ուժերին ավելի քիչ ձայն են տալիս ըստ այդ հարցումների, որովհետեւ երիտասարդները ցավոք ավելի քիչ են հետաքրված կամ ավելի քիչ զգացումներ ունեն քաղաքականության նկատմամբ։ Դա է պատճառը։ Ինչը։ Դա է պատճառը ընդամենը։ Ինչի պատճառը։ Որ ավելի քիչ ձայն են տալիս, ես կողմնակի Փաշինյանի դեպքում։ Դե բոլոր ուժերի դեպքում 50-անց ընտրողները։ Եթե դուք նայեք, բոլոր ուժերի դեպքում երիտասարդները ավելի քիչ ձայն են տալիս բոլոր այդ ուժերին։ Լավ, պարոն Ռուբինյան, տարվա սկզբին ակնկալիքներ է ձևավորվել, որ Թուրքիայի հետ կարող է բավականին քայլ առաջ լինի մեր հարաբերությունների, բայց դա կարծեք թե տեղի չունեցավ։ Գոնե երրորդ երկրների քաղաքացիների անարգել անցումը ինչու տեղի չունեցավ եւ ինչու է դանդաղում Թուրքիայի դեպքում մեր հարաբերությունները։ Իրոք եկել է ժամանակը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, դա դուք ասում եք, բայց ինչու չեղավ, ասում եք ձեր արտադրություններում ասում եք, որ եկել է։ Դե թողեք միտքս ավարտեմ, խնդրում եմ։ Իրոք եկել է ժամանակը, որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում էական քայլ լինի, շոշափելի քայլ լինի, ինչ որ քայլեր եղել են, բայց դրանք էլի կարևոր քայլեր են եղել, ինչպես չգիտեմ, ավիա թռիչքների վերագործարկումը Երևանի եւ Ստամբուլի միջեւ, էլի ուղիղ ավիաբեռնափոխադրումների իրականացնելու արգելքի հանումը եւ այսպես շարունակ։ Բայց իրոք մեծ շոշափելի քայլ դեռ չի եղել եւ ժամանակն է դա անելու։ Մեր կողմից որևէ խնդիր չկա, մենք բազմիցս հայտարարել ենք, որ հենց վաղը պատրաստ ենք եւ ուզում ենք ունենալ բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Մարգարայի անցակետը լիովին վերանորոգված եւ սպասում է բացմանը։ Մենք տեսել ենք, որ թուրքական կողմից վերջապես նույնպես մեկնարկել էին շինարարական աշխատանքներ իրենց կողմի, Ալիջան է կոչվում այդ անցակետում եւ սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ հույս ունենք որ դա հնարավորինս ես չեմ կարծում որ որևէ խնդիր կա եւ սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը նրանք դանդաղեցնում ես կարծում եմ որ որևէ պատճառ ես կարծում եմ որ որևէ պատճառ դանդաղեցման չկա ես կարող եմ ասել մեր դիրքորոշումը որ ամեն ինչ պատրաստ է դա իրագործելու համար եւ մենք սպասում ենք որ թուրքական կողմը դա կանի Արդյոք պատճառը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որը ակնկալվում է նախաստորագրումից հետո։ Չեք կարծում։ Համենայն դեպս ոչ մեզ համար է, մենք այդպիսի պատճառ չենք տեսնում։ Դուք Թուրքիայի կողմից ըստ երևույթին հանդիպումների ժամանակ հետաքրքրվում եք։ Այո, հետաքրքրվում եմ։
եւ ինչ են Բայց ես հիմա չեմ կարծում, որ կորեկտ կլինի բառ առ բառ ասել ինչ են ասում։ Ես ձեզ ասում եմ, որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները տարբեր ուղղություններ են, այո, դրանք կարող են փոխազդել իրար վրա, քանի որ նույն տարածաշրջանում է եւ աներկբայորեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Մյուս կողմից էլ Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ արդեն ահռելի քայլեր են արվել, նկատի ունեմ մասնակի ապաշրջափակումը, այսինքն Ադրբեջանի տարածքով երկաթուղով ցորեն հացահատիկ ներկրումը, Ադրբեջանից նավթամթերք ներկրումը Հայաստան եւ այսպես շարունակ եւ սա էլ իր հերթին կարող է եւ պետք է դրական ազդեցություն ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վարչապետը մի քանի անգամ առաջարկել է, որ նրանք էլ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտագործել մեր ճանապարհները եւ կապվել եւ մեզ հետ եւ իրար հետ, ինչու՞ չէ նաեւ մեզ հետ ու նաեւ Նախիջևանի հետ։ Ինչու չեն օգտագործում, ինչու ինչպես չգիտեմ, բայց մեր առաջարկը կա համենայն դեպքում։ Դա իհարկե կա, ինչու։ Դա իրենց գործն է։ Դա իրենց գործն է, ուզում են օգտագործեն, չեն ուզում չօգտագործեն։ Մեր առաջարկը դա է։ Լավ, իսկ երբ կստորագրվի վերջո խաղաղության պայմանագիրը, արդյոք իսկապես այն չի խնդիրը, որ մենք սահմանադրական փոփոխություններ անենք եւ անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանենք։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը այդ առումով մենք բազմից հայտարարել ենք, որ այդ պնդումը թե իբր մեր սահմանադրության մեջ կատարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ այդ պնդումը անհիմն է։ Եվ մենք բազմից դա հայտարարել ենք, դա նաև հաստատել է մեր սահմանադրական դատարանը, ասելով, որ անկախության հռչակագրի միայն այն հատվածներն են սահմանադրության մաս, որոնք ուղիղ մեջբերված են սահմանադրության մեջ, իսկ սահմանադրության մեջ այն հատվածները, որոնց հղում են անում Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ հատվածները ուղիղ մեջբերված չեն մեր սահմանադրության մեջ։ Եվ հետեւաբար մենք հրաժարվում ենք եւ հրաժարվելու ենք կապել, փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրումը մեր սահմանադրության հետ։ Այո, հրաժարվում ենք, բայց ամեն դեպքում վարչապետը հայտարարեց, որ եւ այս դիրքորոշումը չի փոխվել, բայց մյուս կողմից մենք 2018 թվականից սկսած խոսում ենք նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Օրինակ 2020 թվականի հունիսին պատերազմից դեռ շատ առաջ վարչապետը հրապարակային հայտարարել էր, որ մենք կարծում ենք, որ մեզ պետք են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն։ Երբ որ մենք ընդունում ենք նոր սահմանադրություն, անհնար է այդ սահմանադրությունից որևէ բան հանել կամ չհանել, որտեղ նոր սահմանադրություն նշանակում է, որ դու սպիտակ թղթի վրա սահմանադրություն ես գրում։ Եվ հիմա գանք այն հարցին, ինչ է պետք ներառել այնտեղ։ Պետք է ներառել այն փիլիսոփայությունը, որը մենք ուզում ենք դնել մեր պետության տակ։ Եթե մենք ուզում ենք մեր պետության տակ նորից դնել հակամարտության փիլիսոփայություն, կարող ենք դնել, բայց մենք կարծում ենք, որ այդպես պետք չի անել, եւ պետք է մեր պետության փիլիսոփայությունը լինի խաղաղությունը եւ համակեցությունը հարևանների հետ։ Սա է ընտրությունը ըստ երևույթին։ Ընդհանրապես, եթե չբաժանենք իրարից, չգիտեմ, սահմանադրական հարակվի ընտրություններ, էս ինչ են։ Հիմա Հայաստանում կա մի հարց։ Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, թե գնում ենք պատերազմի ճանապարհով։ Մարդիկ, ովքեր ուզում են մենք գնանք խաղաղության ճանապարհով, որը արդեն իսկ սկսել ենք, այդ խաղաղությունը նես չի, որ հիմա չունենք խաղաղություն, ուզում ենք ունենանք խաղաղություն, արդեն ունենք այդ խաղաղությունը։ 2 տարի մեր սահմանների մարդ չի զոհվել։ Եթե մենք ուզում ենք սա ինստիտուցիոնալիզացնել եւ դարձնել անշրջելի, ուրեմն պետք է ընտրել խաղաղության կուսակցությանը։ Եթե ուզում ենք պատերազմ, հակամարտություն, Հայաստանի անկախության կորուստ, Հայաստանում այլ լեզուների պետական որպես պետական լեզու հռչակում, Հայաստանի միացում ինչ որ միութենական պետությունների, եթե ուզում ենք կոռուպցիա, անարդարություն, ընտրենք պատերազմի կուսակցությունը։ Երկու ընտրություններն էլ լեգիտիմ են, որոշումը ժողովրդին։ Պարոն Ռուբինյան, ամեն դեպքում երբ եք պատրաստվում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Սահմանադրական փոփոխություններ չենք պատրաստվում իրականացնել։ Նոր սահմանադրությունն է իրականացնել, նոր հանրակավ, այո, որից ամեն դեպքում մենք ակնկալենք դրանից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք ընտրություններից հետո խաղաղության պայմանագրի ստորագրում ակնկալում ենք միշտ, որովհետև մենք համաձայն չենք այն պնդման հետ, որ մեր սահմանադրությունը որևէ խնդիր է պարունակում այս առումով։ Եվ մենք պատրաստ ենք եւ մեր կոչն է Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց հիմա։ Սրանից լիովին անջատ, սրա հետ որևէ կապ չունեցող մեր նոր սահմանադրությունը մենք ուզում ենք ընդունել ընտրություններից հետո։
Մի հարց էլ պարոն Ռուբինյան, դուք ըստ երևույթին կարդացել եք Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի օրերս հարցազրույցում Հայաստանի մասին, ես մեջ բերեմ, 2019 թվականին նա Հայաստանն էր այցելել եւ դուք գիտեք, որ մեջ բերեմ, թե չպետք է կաշկանդվել պատմական գաղափարներով, այդ կոչին անդրադառնալով նա պատասխանել է. Ես ձգտում եի, որ Կովկասյան 3 երկրները ստիպված չլինեին սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ լինել Իրանի գերիշխանության տակ շատ ծանր է, երբ սեղմված ես լինում նման երկու տերությունների միջև։ Ես զգում եի, որ Հայաստանի դեպքում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին վերադառնալը շատ վտանգավոր կլիներ։ Վախենամ նման միտում կա հիմա հարևան Վրաստանի դեպքում։ Կարծում եմ բոլոր Կովկասյան երկրների ապագան դեպի արևմուտք շրջադարձ անելու մեջ է եւ դա առաջ մղելու ուղիները կան։ Դուք կարող եք ասել, որն էր այն ժամանակ Բոլթոնի հիմնական քննարկումները ձեր հետ միասին, իհարկե մենակ այս կոչը չէր։ Չեմ մասնակցել այդ քննարկումներին։ Բայց դուք իշխանության անդամ եք, ոչ շատ շարքային, հավանաբար Ես արտաքին գործերի փոխնախարար եի, բայց ես այդ հանդիպմանը չեմ մասնակցել, իրոք չեմ կարող ասել, բայց կամ վարչապետը կամ անվտանգության խորհրդի քարտուղարը ըստ երևույթին համատեղ կիսված կլինեն Բոլթոնի հետ։ Չէ, որովհետև դա այդքան դարակազմիկ այց չէր, որ նկատի ունեմ այնպիսի դարակազմիկ բաներ վստահաբար չէին քննարկվել այդ հանդիպմանը, որ կիսվեն։ Նկատի ունեմ հիմա դուք ինձ եթե հարցնեք, չգիտեմ, մի քանի ամիս առաջ X երկրի X պաշտոնյան, որ եկել էր Հայաստան, ինչ էր քննարկել, եթե ես չեմ մասնակցել այդ քննարկմանը եւ եթե շատ մեծ բաներ չեն քննարկվել, կարող չիմանամ։ Դարակազմիկ հիմա միգուցե ոչ, բայց 19 թվականին նրա այդ կոչը Հայաստանի համար բավականին կտրուկ էր։ Դե որովհետեւ անդիմադիր դաշտից ինչ կոնսպիրոլոգիա ասած չհյուսեցին դրա վերաբերել, բայց իրականում դա շարքային այց էր տարածաշրջան։ Ընդհանրապես։ Հա։ Լավ, եւ դուք երեք արդեն Իրանյան այս երկրորդ պատերազմից հետո դուք անվտանգության խորհրդի անդամ եք եւ Իրան չեմ, բայց մասնակցել եմ նիստերի։ Հա, ուղղակի մասնակցել եք, շատ լավ։ Այս ընթացքում 5-6-7 միգուցե անգամ մոտ 1 տասնյակ նիստեր են եղել այս պատերազմից հետո, ինչ է քննարկում եւ ինչ վտանգներ եք տեսնում, սա վերջին հարցը այդ առումով։ Ու դա կապված է բնականաբար հիմնականում Իրանյան այդ խնդրին։ Իրանը մեր հարևանն է եւ բնականաբար մեր բոլոր հարևան երկրներում իրավիճակը ուղիղ ազդեցություն ունի մեզ վրա եւ բնականաբար մենք հետաքրված ենք, որպեսզի Իրանում խաղաղություն եւ կայունություն լինի եւ մենք հետևում ենք իրադարձություններին, պատրաստ ենք տարբեր սցենարների։ Ինչ սցենարների, օրինակ, ինչ սցենարի եք պատրաստ։ Ցանկացած սցենարի պատրաստ ենք, վատից լավ։ Հիմա մեր առաջնային նպատակն է, որպեսզի նախ մեր կյանքը չխաթարվի սրանից, որպեսզի հնարավոր ռիսկերից խուսափենք, եթե հնարավորություններ լինեն, օգտվենք այդ հնարավորություններից եւ դրա համար էլ բարբերաբար քննարկումներ ենք ունենում։ Բայց ամենակարևորը հետեւյալն է, որ մենք հնարավոր մեր քաղաքականության արդյունքում այս տարիների ընթացքում այն քաղաքականության, որը բազմաթիվ անգամ հայհոյվել է, դատապարտվել է, դատապետվել է եւ այսպես շարունակ ընդդիմության կողմից։ Մենք Հայաստանը կարողացել ենք հասցնել մի հանգրվանի, որ երբ որ մեր շուրջ բոլորը հակամարտություններ են, մենք կարող ենք շունչ քաշել եւ հնարավորինս հանգիստ լինել Հայաստանի վերաբերյալ։ Տեսեք, օրինակ ընդդիմությունը մի պահ շատ սևեռվեց մեր կարկանդակ ուտելու վրա, բայց պետք է հասկանալ, ինչի է պատերազմը սկսվել, դուք կարկանդակ եւ եգիպտացորեն եք։ Այո, եւ մենք պետք է այնպես անենք, որ միշտ կարողանանք կարկանդակ եւ եգիպտացորեն ուտենք, որովհետեւ երբ որ քո երկրում պատերազմ է, դժվար կարողանաս դու այդ պահին հանգիստ նստած ավտոբուսում։ Հանգստություն չէր դա։ Դե ինչ ասակում թվացial։ Հիմա ձեզ թվում է, որ հանգստություն է։ Հիմա օբյեկտիվ իրականություն է, որ ձեր կողքը կրակոց չի, թե թվացial է։ Չէ, դա օբյեկտիվ իրականություն է։ Հիմա բան է, ինչ որ բան հրթիռ են գնում ստեղ, չենք նկատում մենք։ Ձեր ինչ որ բարեկամ հիմա Աստված չան իհարկե, սահմանին կանգնած վիրավորվել է, հա հիմա։ Ինչ որ մեկ կրակոց է լսում։ Որն է որ ասում են, սա խաղաղություն չի։ Բայց ի՞նչ է, եթե խաղաղություն չի, ուր են այդ կրակոցները։ Որտեղ են դագաղները, եթե սա խաղաղություն չի։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, հիշեցնեմ Ամեկ+-ի դիտորդներին, որ մեր տաղավարում էր ազգային ժողովի փոխնախագահ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։